հոկտեմբեր ամսին մենք ունենք սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների մոտավորապես 5,2% գնաճ, բավականին բարձր գնաճ է հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ միջին գնաճը նախատեսել ենք 3%, գումարացանած 1%, այդ գնաճը հիմնականում ազդեցություն է թողնում սոցիալապես խոցելի խմբերի վրա, քանի որ իրենք իրենց եկամտի մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության պարեն ապրանք գնելու համար։ Շատ հաճախ, երբ որ մարդկանց ասում ենք, որ գնաճը օրինակ ենթադրենք 3% է կամ 3.7%, մարդիկ ընդդիմանում են, բողոքում են, չեն հավատում, շատ տրամաբանական է, քանի որ այդ գնաճի ցուցանիշը հաշվարկվում է 425 ապրանքների միջին գներով։ Այն դեպքում, երբ որ մարդիկ ամեն ամիս կամ ամեն օր օգտագործում են մի քանի տասնյակ ապրանքներ իրենց սպառման մեջ, եւ իրենք այդ մի քանի տասնյակ ապրանքների գներով են իրենց գնաճային, այսպես պատկերացումները ստանում։ Եվ ակնհայտ է, որ այդ գնաճային պատկերացումները մարդկանց մոտ ավելի բարձր է, քանի որ իրենց օրինակ լոլիկը, վարունգը, բանջարեղենը, միրգը, նարինջը եւ այլ ապրանքները եկնիշ գնաճ են ապահովել։ Եվ այս պայմաններում մարդկանց մոտ արդար հարց է առաջանում, որ մեզ մոտ այսպես սոցիալական խնդիրները սրվել են անցած տարվա համեմատ։ Անցած տարվա մեր թոշակով աշխատավարձով ավելի շատ ապրանք էին կարողանում գնել, քան այս տարվա թոշակով եւ աշխատավարձով։